Բարև ձեզ, եթերում Drive News-ն է, ինչպես հասկացաք, և ինչպես տեսնում եք, շատ մի հետաքրքիր, գեղեցիկ, փուճուր, կոմպակտ, բայց մի հատ շատ գիժ մեքենայով BMW 135i 135 առաջին սերիայի, մի քիչ ինքը ճանաչված չի Հայաստանում, մարդիկ կան կարող է չիմանան, որ ընդհանրապես առաջին սերիայի BMW կա, բայց ասեմ, որ որպես 135 սա միակն է, այսինքն եզակի մեքենա է։ 135 3 լիտր աշխատանքային ծավալով տուրբո, 2 տուրբոներով աշխատող շարժիչ։ Բավականին հզոր, այս փուճուր, այսքան մեքենայի համար պատկերացնում եք 306 ձիավուժ հզորությունը ինչ է։ Ու այդ դեռ հերիք չի, սեփականատերը որոշել է ասենց մի քիչ էլ բզբզա մեքենան ու բավականին շատ ստացվել իրան մոտ այդ բզբզալը։ Հզորության մասին դեռ չեմ ասի ինչքան է, որովհետև ճիշտ ասած հենց սեփականատերը խնդրեց չբարձրաձայնել, որովհետև դեռ հստակ չի ինֆորմացիան։ Դե ինչ-որ շատ հերվածանք մեքենայից շատ խոսեցինք, գնանք մի քիչ մոտիկից ավելի նրա հետ ծանոթանանք, այսպես բարևենք։ Ուրեմն, արտաքինը մահ է, ինչպես տեսնում եք, որովհետև եթե իհարկե չիմանաք, որ ինքը հզոր, սենց շատ հզոր մեքենա է, սենց ինքը պարզապես փուճուր, կոկիկ, սենց աղջկական, կարելի ասել մեքենա է, այն աղջիկների համար էլի, որ սենց կայանել բան, հեշտ լինի, գաբարիտները զգալ բան, բայց երբ որ իմանում ես, որ ինքը համել մի հատ այսքան հզոր է, սենց լիովին պատկերը փոխվում է, հեսա կմոտենանք, ես ձեզ ցույց կտամ նրա այդ լոգոտիպը, ու դուք կհասկանաք, թե ինչքան է այս մեքենան նման այն Pitbull-ներին։ Եկեք։ Ահա, խնդրեմ։ Pitbull, այն կռվարար շներն են։ Այս լոգոտիպը տեսնելուց հետո միանգամից հասկանում ես, որ այս մեքենան այդ Pitbull-ն է։ Այն փուճուր, բայց այն որ չոբանի շուն է ուտում։ Ահա, 19 դյույմանոց ահավոր սիրուն անվասկավառակներ, արգելակման համակարգը գերազանց, որովհետև այս մեքենան այս հզորության հետ մեկտեղ չէր կարող ունենալ ինչ-որ տենց թեթև փուճուր-մուճուր արգելակման համակարգ, այստեղ 6 մխոցանի դիմացի հատվածում և հետևի հատվածում 2 մխոցանի, ինչքան հիշում եմ, կամ 4, չէ, երևի 2 մխոցանի Brembo, բայց տեսնեք վրան գրված է BMW, այսինքն հենց BMW-ի պատվերով Brembo-ն թողարկել է այս հիանալի արգելակման համակարգը, սուպերտները։ Արտաքինը մահա, չգիտեմ, ինքը շատ նմանվում է 330-ին, այսինքն 3-րդ սերիայի BMW-ին, ընդհանուր նման է, 330 կուպեին շատ նման է, բայց այս մեկը ավելի սենց հավաք, ավելի ձիգ, փուճուր, սենց լավն է մի խոսքով։ Ու քաշը մոտավորապես մի 250 կիլոգրամի չափով ավելի թեթև է, որը իրան բնականաբար հնարավորություն է տալիս 335-ից, հետնակարշակ 335-ից, էլ ավելի հզոր լինել։ Չնայած 4 քաշող 335-ից էլ ինքը առավել, բացի մեկնարկից։ Մենակ մեկնարկին կարող է 3-րդ սերիան առաջին գնի, բայց հետո անպայման ինքը իրանը կասի, որովհետև քաշի տարբերությունը իրոք մեծ է։ Էլի, տեսնում եք, նույն 3-րդ սերիանը, ուր եք, նույն 3-րդ սերիայի BMW-ն է, ուղղակի շատ փուճուր, սենց համով, նույնն է։ Բեռնախցիկը չի բացվում, ով ասում չի բացվում։ Այս փուճուր մեքենայի համար բավականին մեծ բեռնախցիկ, այստեղ բնականաբար մասեր մեքենայի, որովհետև ինչպես հասկացաք, մեքենան բավականին լավ տյունինգապատ է ու չէր կարող պարզապես մեքենայի մեջ այսպես մասեր չլիներ։ Եկեք բան ցույց տամ։ Այստեղ հիմա կհարցնեք սա ինչ է։ Սա պարզապես ջրի կամ բենզինի տարա չի։ Տեսնում եք, այստեղ տակից դուրս է գալիս մի խողովակ, որը գնում է, հասնում է մինչև շարժիչ։ Եվ ինչ է անում ինքը։ Սա մեթանոլի տարա է,
մեթանոլը այդպիսի մի հեղուկ է, որը բարձրացնում է վառելիքի օկտանային թիվը։ Քանի որ մենք Հայաստանում չասեմ ցավոք սրտի, բայց պարզապես չունենք նորմալ վառելիք, ընդհանրապես չունենք, էլի։ Ունենք ջրով վառելիք, յուղերով վառելիք, տարբեր ձետ, վառած ձետ, մի խոսքով ամեն ինչով ունենք, բայց նորմալ օկտանով բենզին չունենք, սա օգնում է բարձրացնել վառելիքի օկտանային թիվը, հետևաբար մեքենան սկսում է ավելի ճիշտ աշխատել, լավ աշխատել ու իր այն ամբողջ հզորությունն պոտենցիալը կարողանում է օգտագործել։ Լավ, ես արդեն իրոք չեմ համբերում եւ շատ եմ ուզում վարել այս մեքենան, ինձ խոսում եմ, բայց միտքս այստեղ է, էլի, անդադ գնանք էլի, գնանք ճանապարհներ ընկնենք ու տեսնենք ինչ ենք անում իր հետ։ Գնացինք։ Ամրագոտի, անպայման, կապ չունի, որ ինքը շատ վտանգավոր մեքենա է, ամրագոտին անհրաժեշտ է յուրաքանչյուր մեքենայի մեջ։ Կոմպակտ, գեղեցիկ, սենց քիփլիկ, հավաք, նստարանները մահա, որովհետև ի սկզբանե սպորտային շատ մեծ այս կողային հատվածներով, որոնք քեզ պահում են շրջադարձերի ժամանակ, շատ մեծ է ու շատ հարմար, չնայած ինձ մի քիչ նեղում է, որ ոնց որ իմ չափով չլինի, բայց միևնույնն է ինքը այն հարմարավետության վերջն է, էլի։ Ունենք ալկանտարայից ղեկ, այստեղ ունենք կարբոնի այս դիմացի հատված, հենց էմի ղեկն է, էլի։ Էմի ղեկը կարբոնի ընդհանուր այս հատվածներով ու իսկական կարբոն է, ոչ թե պարզապես պլյոնկա քաշած։ Start-stop համակարգով, մուլտիղեկով, մի խոսքով հարմարությունները շատ լավն են։ Իհարկե այս մեքենան ի սկզբանե օպցիոնալ ամենաշատ հագեցված մեքենան չի, որովհետև մեքենան կշռում է 1450 կիլոգրամ, իսկ այն ամենաբարձր օպցիաներով ամենահագեցված մեքենան այս 135-ի կշռում է 1530 կիլոգրամ։ Պատկերացնում եք տարբերությունը, այսինքն այդ օպցիաների պատճառով մեքենան ինչքան կարող է ծանրանալ, էլի։ Բայց այնուամենայնիվ մեր մեքենայի սեփականատիրոջը ընդհանրապես չի հետաքրքրել այդ փաստը, որովհետև ինքը ի սկզբանե նախատեսել էր, պլանավորել էր, որ բավականին մեծ փոփոխություններ է անելու այս մեքենայի վրա, այնպես որ այդ օպցիաներ, սա մի կողմ, ինքը արդեն իր օպցիաները դրել է, էլի։ Այստեղ դրված է համակարգիչ մեքենայի վրա, որը կարծես, գիտեք ինչ է, ինքը կոչվում է JB4 համակարգիչ, որը պատասխանատալիս ինքը հետևում է ընդհանուր շարժիչի աշխատանքին, որը այսպես ասած գլխավորում է, հա, մեքենայի գործարանային համակարգիչը ինքն է մի քիչ դժվար է բացատրել, ճիշտն ասած, մի խոսքով երկուսով են աշխատում ու առանց JB4 մեքենան հիմա այսօրվա դրությամբ այս հզորությունը ու այս էֆեկտիվությունը չեր ունենա։ Իսկ այս մոնիտորը, որը փոխարինվել է, հենց դրվել է հատուկ JB4-ի համար, որով դու կարողանում ես արդեն միանգամից կառավարել հենց տեղում, միանգամից կառավարել JB4-ին, տալ քո ինֆորմացիան, քո տվյալները, քո ուզած, հա, քո ցանկացած։ Մի խոսքով բոլոր կարգավորումները շարժիչի հետ կապված արվում է հենց այստեղից։ Էլ համակարգիչ չես միացնում, ինչ որ եսին ինչեր չես անում, ինքը արդեն միանգամից թե այդ բենզինի օդի խառնուրդն ես բարձրացնում, միջացնում, ինչ ուզում անում ես մի խոսքով, մահա։ Հիմա չեմ միացնի, որովհետև ինքը բավականին բարդ սիստեմ է ու ես վախում եմ ինչ որ խառնեմ էլի, մի բան անեմ, դրա համար հիմա չեմ միացնի ես իրան։ Ուրեմն, հզորությունը դե արդեն ինչպես ասեցի 306 ձիաուժ գործարանային 306 ձիաուժ է, որը այստեղ վաղուց արդեն գործարանայինին ոչ մի չի համապատասխանում։ Լիովին ծերից ծեր փոխված է արտանետման համակարգը,
որը շատ բարձր էֆեկտիվություն է տալիս բնականաբար։ Մի խոսքով լիքը բաներ արված մեքենայի վրա, որը ես հիմա տենց չեմ ուզում թվարկել, այստեղ launch control-ը դրած, որը հետևում է էֆեկտիվ մեկնարկին, եթե մրցում ես վարում, ինքը շատ հավասարաչափ բաշխում է հզորությունը անիվների վրա, որ դու ունենաս քիչ տեղապտույտ եւ մաքսիմալ։ Մի խոսքով լիքը բաներ արած, էլի եմ ասում, կարող եմ սաղ թվարկել, բայց մի քիչ անիմաստ եմ համարում։ Բնականաբար այս մեքենան չէր կարող սարքավորված չլինել M-ի փոխանցումատուփով 6 աստիճան, որը թույլ է տալիս այդ հզորությունը ճիշտ տալ, փոխանցել անիվներին, ճիշտ արագություն զարգացնել։ Մի խոսքով սա հաշվարկած ամեն ինչ տեղում։ Այստեղ բնականաբար ունենք կլիմատ կոնտրոլ, միագոտի կլիմատ կոնտրոլը։ Դե էլ եմ ասում, ինքը հագեցված տարբերակը չի։ Լավ, հիմա արդեն երևի խոսենք զգացողություններից։ Ինչ է զգում այս մեքենայի ղեկին նստած։ Ասեմ, որ ինքը մահա շատ լավն է, իհարկե, եթե դուք սիրահար եք սենց փուճուր կոկիկ քիփ մեքենաներին։ Օրինակ մարդիկ կան, որ հաստատ շատ կնեղվեն այս մեքենայից, շատ կնեղվեն։ Որովհետև ուտեմ։ Հա, ինչ է ասում, կնեղվեն այս մեքենայից, որովհետև տարածքը իրոք այստեղ նեղ է, չնայած տարածքը մի քիչ մեծոտ է, բայց նստարանները բավականին նեղ քիփ, եթե կլաուստրոֆոբիա ունես, կնեղվես հաստատ։ Բայց սենց լրիվ սպորտային ամեն ինչ է, էլի ղեկից բռնած նստարաններով, դե շարժիչի բան մասին չեմ ասում։ Հա ամենահաճելին է այս մեքենայի իրոք, որ ինքը մեխանիկական փոխանցումատուփ է, էլի։ SMG չի, ավտոմատ չի, ռոբոտ չի, ես իմ ինչ չի, մեխանիկական փոխանցումատուփ։ Աշխարհի ամենաճիշտ փոխանցումատուփն է։ Ես օրինակ շատ եմ սիրում ու բավականին վաղուց արդեն մեխանիկական փոխանցումատուփով մեքենա չէի վարել, ինչի համար զղջում եմ։ Խորա ցավը տանեմ։ Խորա դրեի գազանարը։ Այս մեքենայի միակ մինուսը այն է, ես վաղուց չէի տեսել նման մեքենա, որ մինուսներ շատ քիչ ունենա։ Այս մեքենայի իմ համար միակ մինուսը այն է, որ իր պահեստան մասերը, իր ընթացային մասերը ու ամեն ինչը շատ թանկ է, որովհետև օրինակ դիմացի հատվածում մեքենայի կիրառված են հիմնականում E90-ի M3-ի մասեր։ Ինչը դե բնական է, եթե ինչի դեմը կա գրված M, ուրեմն ինքը ահավոր թանկ է, դա բնականաբար։ Ճիշտ է, որակն էլ բնականատեղն է, բայց թանկ է անպայման։ Խորեսի շետան է տումարը։ Ընթացային մասերը, ինչպես ասեցի, արդեն M են, հիմնական դիմացի հատվածը, իսկ M1-ը ընդհանրապես դե ինքը արդեն M-ը, որը հավաքված է հենց լիովին այս բազայի վրա, որոշ փոփոխություններով, այնտեղ նույնիսկ կիրառված են E46-ի M-ի մասեր, ինչպես օրինակ դիֆերենցիալը հետևի հատվածում այդ կարդանային, մարդանային մի խոսքով բավականին շատ բան վերցվում է E46 M3-ից ու հա մինուսը ինչն էր այդքան ասածից մեջ, որ ամեն ինչ շատ թանկ է ու մի բան անելուց, ասենք ինչ որ այս մեքենայից հաճույք ստանալուց, հենց աչքերի դեմը այդ հաշվիչը սկսում է ֆռալ ու սենց պետք է շատ մտածված անես, էլի, որովհետև հանգարց մի բան կոտրվեց կամ չգիտեմ մի բան եղավ, տակից դուրս չես գա։ Բայց ասում եմ, սենց նստում ես ու ինքը սենց քեզ ստիպում է, սենց խնդրում է, աղաչում է, որ իրան այն սենց տանջես, սենց սպանես իրան։ Բայց դե ձեռը չի գնում, որովհետև հա, չի կարելի։ Նամանավանդ դրիֆտ։
Այստեղ իհարկե բլոկավորումով դիֆերենցիալ չի դրված, սովորական գործարանային դիֆերենցիալն է, բայց միևնույնն է, մի քիչ բարձր պտույտի ժամանակ փոխում ես երկրորդ, մեքենան իրան կորցնում է։ Այստեղ մի հատ շատ լավ, այսպես կոճակ ունենք, էլի, որ միացնում ես իրան, ինքը այն որ sense ամեն ինչ կառավարումա չի թողում գլուխդ ուտես։ Մի հատ սեղմում ես, sense թեթևա թողում գլուխդ ուտես, երկար սեղմած պահում ես, ասում է ինչ ուզում ես արա։ Այն որ ասում է ես գնացի։ Դու թե տղա ես մնատ է, ես գործ չունեմ, ախպեր ջան, ինձնից հեռու։ Ու այս շատ վտանգավոր է նամանավանդ քաղաքային պայմաններում։ Հիմա ինձ մոտ միացրած է, կարող է նաև մենք իրար հետ վերջին անգամ ենք խոսում, ընդհանրապես, որովհետև ես չեմ պատկերացնում տուրբոն միանալուց ինքը ինչ ձև կարող է արձագանքել, էլի։ Կարծում եմ blow-off-ի ձենը նույնիսկ ձեզ մոտ է լսվում, որովհետև բավականին բարձր է, ու այն որ sense ամեն այդ ճնշումը թողելուց sense մարմնիդ վրայով այն մրջուններն են սկսում sense վազվզել, sense մահա։ Անիվները այնքան լայն են դրած, այնքան լայն ու մեծ անիվներ են դրած, որ թեթև փոսերի ու այս ճոճերի ժամանակ կսվում են, էլի, անվակամարներին ու շատ տխաճ ձայն է հանում, չնայած սեփականատերը ինչ-որ իր լուծումն է որոշել տա, չեմ ասի, հետո մի օր քաղաքում կտեսնեք կզարմանաք, բայց բավականին հետաքրքիր բան է մտածել, որը էլի բավականին թանկ կնստի իր վրա կարծում եմ, առանց այն էլ ես մեքենան բավականին թանկ արդեն նստել է, բայց արժի, այս այն մեքենաներից է, ես կարծում եմ, այն մեքենաներից է, որ իրոք արժի իր վրա փող ծախսել անխնա առանց մտածելու, արժանի է, լուրջ եմ ասում, օրինակ, չգիտեմ, մարդկա կգնար մի անգամից M1 կամ M1 չէ, 1M կամ M3 կարներ, ճիշտ է, գնային մի քիչ տարբերությունը մեծ է, բայց դե համենայն դեպս, բայց սրա հաճույքը լրիվ ուրիշ է, երբ դու տյունինգային մասերով հավաքվում ես, տանջվում ես, գործ ես անում ու ընդհանրապես տյունինգի սիրահարները մի քիչ ուրիշ մարդիկ են, էլի, իրանք եթե ունենան $100,000 փող, իրանք կգնեն $20,000 մեքենա ու այն $80,000-ը կդնեն մեքենայի վրա, հենց տյունինգի վրա կդնեն։ Իսկ մարդիկ կան, որ այդ $100,000-ով պարզապես կգնան, ասենք, չգիտեմ, ավտոսրահից մեքենա կգնեն։ Օրինակ ես առաջի դասի մարդկանց եմ պատկանում, ես էլ եմ շատ սիրում այդ տյունինգապատ մեքենաները։ Աչար շուն, գիժ, աղ տուրբինները միանում է, սենց կեզ լղոզում ես նստարանի մեջ, սենց լծվում ես նստարանի մեջ։ Մեծ շատ հետաքրքիր բան, շատ հետաքրքիր լուծում, ինժեներական, շատ խելոք բան է, երբ կտրուկ մեկնարկում ես, և անիվները սկսում են տեղապտույտ կատարել, կամ եթե մեքենան կողասակ է մտնում, կամ եթե անկառավարելի է դառել, փախնում է մեքենան, ավտոմատ միանում են վթարային կայանման լույսերը, թարթիչները։ Սեք միացավ անջատվեց, մի պահ միացավ անջատվեց, շատ հետաքրքիր բան է։
Այ հիմա, հարգելի բարեկամներ, եկավ այն պահը, երբ մենք կփորձարկենք այս մեքենայի արագացումը։ Գնացինք։ Հանգիստ, ֆու, իա։ Մենք ճարագոտ մեքենա է։ Թեթև։ Չէ, մահա։ Հետնակարշակի համար շատ լավն է։ Նամանավանդ, որ ես պատկերացնում եմ, եթե այս մեքենայի անիվները փոխարինվեն սլիկ տեսակի անիվներով, այսինքն այն կպչուն անիվները, որ կան, կսպանի։ Այսօրվա համարել այսքանը, չենք մոռանում միանալ մեզ Facebook-ում, չենք մոռանում դիտել բաց թողնված հաղորդումները մեր պաշտոնական կայքում avtodrive.am հասցեով, նայեք, գրվեք, շփվեք, եթե ունեք հետաքրքիր մեքենաներ, մենք մեծ հաճույքով կգանք եւ կփորձարկենք նրանց։ Այսքանը, խաբեցի, վերջ չէ։ Բնականաբար այս գեղեցիկ, այս սիրուն, տեսարժան տեղի համար ու մենք շնորհակալություն հայտնում բնականաբար մեր պաշտպանության նախարարին։ Անչափ շնորհակալ ենք թե ձեզանից, թե ձեր անձնակազմից այս տարածքը մեզ տրամադրելու համար։ Ինչքան միլիցիա կա, բարի 4 ակլնի գլորվեն, կենկոմ, գլորվեն, էսկոմ, դանդա։ Բարև ձեզ։ Չեմ մանում, ցավոտ տանեմ։ Լավ, այնտեղ կանգնեմ։ Ասա, ֆռամ կանգնեմ, այնքան, այրոպորտ։ Ինչա 130։ Հա։ Լավն է։ Այս տարասի բանը, քաղաքի բանը։ Չէ, քաղաքի էլ խուժան ավտո է, էլի շատ։ Խուժանություն անելու համար շատ լավն է։ Զավացկո 306, բայց այս ավելի բարձր է, էլի։ Մերսի։ Մեքենայից ամեցախենք։ Հա։ Օհո, բումա։ Սարևարա լավ է։ Զանգեմ մխոին։ Հա, զանգի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այ, միրապե։ Այս ինչ նկարում բան եք անում։ Հա։ Ասիշ լավ էլի։ Հա? Ավարտում է։ Չաղ։ Զանգի մխոյ, որտեղ ես էլի պրավա չունեմ աշկիս։ Այքա։ Ամերես մալպիսը պլյոնքա, հա։ Վերևի մասը, ասում ես վերևի մասը ներքևն է։ Ասում է ներքևն էլ ամոք, հաստատ է։ Գիտել է, սրա կապցերած։ Արտացի։ Ուժեղ կպցրել է։ Բանավա, որտեղ ես Շատ ուժեղ կպցրել է։ Ներությունը մնացն է։ Իստա է, ուսանապես չէ։ Ոտում ենք։ Եթե ուրիշ տարբերակ կա։ Չէ, ամեն դե արձանակ է։ Ամեն դու բրոն է, 30 աշը։ Այսիշ Հայ խայսատ է։ Օլա այդպես կլեմ մնալու, հա։ Հեսա որ պոկենք։ Հա։ Բրատ ուզում ես տես բանը պրճոկաստով, մենք տանենք տենով պոկենք, էլի։ Չէ ապեր, տես չկա հիմա։ Առաջ թողում ենք, բայց հիմա չէ։